բավականին խռովահույս ժամանակաշրջան ենք թևակողում տարածաշրջանի առումով, մենք տեսնում ենք մեծ փոփոխություններ մեր հարևան Թուրքիայում եւ առաջիկայում այնտեղ պիտի սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, նախագահ պիտի ամբողջական իշխանություն ունենա, տեսնում ենք արևմուտքի հետ հարաբերությունների Թուրքիայի բարդացում, Թրամփի ընտրությունից հետո բավականին անորոշ է թուրք-ամերիկյան հարաբերությունները, այսինքն սրանք գործոններ են, որ անպայմանորեն մեր վրա անդրադառնում են։ Նույն Ադրբեջանի ներքին պարակային տեսանք Ալիևը լուծեց իր խնդիրը, այսինքն ժառանգության հարցը, որ որդուն պիտի փոխանցի իշխանությունը, նաև մենք նկատում ենք, որ ռազմաճակատային գծում որոշակի ակտիվացում կա, մեծ մտահոգություն կար կապված զորավարժությունների հետ, բայց կարծում եմ այդպես էլ եղավ, Ադրբեջանը չի գնա մեծ պատերազմի, գոնե հիմա, այսինքն աշնան վերջին, որտեվ եղանակային պայմանները բարենպաստ չեն։ Եթե ինչ-որ մի բան տեղի ունենա, ես կարծում եմ դա տեղի կունենա ավելի շատ ապրիլ ամսին, մարտ-ապրիլին, մեր ընտրություններին նախորդող եւ հաջորդող շրջաններում, որտեղ այդտեղ հաստատ ցավոք սրտի Հայաստանում վիճակը բավականին կապակայունանա, ընտրությունները միևնույնն է չեն լինելու արդար, դրա համար էլ վիճակը կապակայունանա։ Այդ առումով Սիրիայի պարակային, որ էլի մեզ հետաքրքրող, այսինքն խնդիրը հատկապես դրա շուրջ հավանական է, որ ամերիկացիները, ռուսները մի փոքր ավելի սերտորեն համագործակցեն, բայց այդուհանդերձ այդ հակամարտությունը, հակասությունը կներեք Սիրիայի շուրջ ամերիկա-ռուսական եւ ընդհանրապես լայն առումով կշարունակվի։ Ինչ վերաբերում է մեր ներքին վիճակին, ցավոք սրտի որևէ էական փոփոխություն չեմ տեսնում, որովհետև արդարություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի օրինազանցներն ու հանցագործները պատժվեն, մենք դա չենք տեսնում, փորձ է արվում հասարակությանը ճիշտ, այսպես ասած, կարգախոսերով սխալ բաներ անել տան, մասնավորապես ես համարում եմ այո զինվորականները, զինհաշմանդամներն ու զոհվածները պիտի ապահովագրվեն, բայց այս ձև ու դրսևորումը ճիշտ չի, բազմաթիվ արդեն քննադատություններ եղել են, առաջին հերթին, քանի դեռ, այսպես ասենք, չեն պատժվել բանակը թալանած գեներալները, որևէ մեկը վստահություն այդ բանակի նկատմամբ չի ունենա, ինչքան էլ ուզում ասեն, որ դա ինչ կապ ունի զինծառայողների հետ։ Բանակը ինքը պիտի վերաբաշխում կատարի ճիշտ եւ նաեւ պիտի ցույց տա իր օրինակով պիտի ցույց տա, որ ինքը իր վրա վերցնում է իր պարտականությունների ճիշտ կատարումը։ Մի հետաքրքիր հարց կար, որին կուզեմ անդրադառնալ, այսպես անցյալ շաբաթ եղավ, դա ռուսական կողմի նկարտումն է ռուսերենը որպես երկրորդ լեզու նախկին սովետական հանրապետություններում հաստատելու առումով, դա միանգամայն անընդունելի է, որովհետև առաջինը, եթե մենք դա անցալում ենք լեզու ռուսների համար, ապա մենք բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ունենք ստորագրած ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին եւ կատարում ենք ի տարբերություն օրինակ Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, որոնք այդ կոնվենցիաները չեն կատարում, մենք աջակցում ենք, այսինքն այդ փոքրամասնություններին։ Խոսքը միայն ռուսներին չի, այսինքն հաստատ ռուսները այստեղ իրենց լեզվական առումով դուժած եւ ճնշված չեն զգում։ Բազմաթիվ ռուսական դասարաններ կան, դպրոցներ կան եւ բոլոր հայաստանյան դպրոցներում ռուսերենը դասավանդվում է եւ կարծեմ իր ժամանականակով ավելի է, քան որևէ այլ օտար լեզու։ Պետական լեզու այն չի կարող լինել Հայաստանում, որովհետեւ Հայաստանում ոնց որ ասած դրա համար որևէ հիմք չկա, չկան ռուսներ, իսկ եթե օգտագործման մասին է խոսքը, բնականաբար ինչքան լեզու իմանաս, այնքան լավ, որևէ մեկը դեմ չի լեզվին, ոչ ռուսերենին, ոչ անգլերենին, ոչ ֆրանսերենին, մենք ունենք հունական դասավանդման դպրոց, մենք ունենք պարսկական,
կարծեմ թուրքական էլ կա, այսինքն այդ բնական է, բայց պետական լեզու անընդունելի է եւ սխալ քաղաքականություն, այդ ռուսները շարունակեն դա պնդել Հայաստանի պարագայում, իրենք ավելի շատ հասարակությանը իրենց դեմ կտրամադրեն, դա սխալ է։ Որևէ մի ժողովուրդ սովորում է օտար լեզու, եթե դրա կարիքը զգում է։